Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում օգոստոսի 18-ին Սևանի մարզադաշտում տեղի ունեցավ Անդրանիկ Օլիմպիա հանդիպումը։ Առաջին խաղակեսում Օլիմպիան գրանցեց 2 գոլ։ Նախ 22-րդ րոպեին թիմի ավագ Նորայր Նիկողոսյանը կարողացավ գրավել Անդրանիկի դարպասը։ Այնուհետև 41-րդ րոպեին Նարեկ Ալեքսանյանը կրկնապատկեց եւ հաշիվը դարձավ 0-2 օգուտ Օլիմպիային։ Անդրանիկի ներքին դրվածքը միանշանակ բարձրագույն խումբ բարձրանալու համար պետքա չեմպիոն դառնանք, որ բարձրագույն խումբ բարձրանանք։ Թիմը լավ կազմավորված թիմ է, նոր ֆուտբոլիստներ ունենք համեմատած անցյալ մրցաշրջանի, լավ թիմ է ձևավորվել ու փորձելու ենք ամեն ինչ անենք, որ ցույց տանք արժանանանք չեմպիոնության։ Իսկ այսօրվա խաղի հետ վերաբերյալ կապ չունի այսօրվա խաղ, մյուս վերջի խաղ, նախավերջի խաղ, մենք մենակ միտված ենք հաղթելու համար ու մենք մտածում ենք մենակ հաղթանակի մասին։ Այսօրվա խաղը շատ կարևոր է մեզ համար, բայց անկախ հաղթանակից կամ պարտությունից Անդրանիկ թիմը միևնույն է պրոֆեսիոնալ է մոտնալու ամեն ինչին։ Երկրորդ խաղակեսը եւս գոլառատ էր։ 75-րդ րոպեին փոխարինման ելած 21 համարը Գիլհերմե դե Օլիվեյրա Ժեզուսը երրորդ անգամ գրավեց Անդրանիկի դարպասը։ Ավելացված րոպեների ընթացքում 91-րդ րոպեին Սարգիս Գասպարյանը ավելացրեց հաշիվը եւս 1 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, հաշիվը դարձնելով 0-4։ Վերջին 94-րդ րոպեին Անդրանիկի խաղացող Հովսեփ Հակոբյանին հաջողվեց գրավել Օլիմպիայի դարպասը։ Օլիմպիան մրցակցի դաշտում խոշոր 1-4 հաշվով հաղթանակ գրանցեց։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Գեղամահուր։